24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Աքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգայնագետ պատմաբան Արմեն Մանվելյանը։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Երեկ Երրորդ հանրապետության մեջ աննախադեպ դեպք տեղի ունեցավ, երբ բարձրաստիճան հոգևորականը կալանավորվեց, 2 տարով ազատազրկում նշանակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը, Միքայել arczepiskopos Աջապահյանին, դուք ինչ բացատրությունն եք այս որոշմանը։ Նայեք, իմ խորին համոզմամբ այս ամենը կախված է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներից, որ կա Հայաստանի շուրջ։ Գործող քաղաքական ռեժիմը, քանի որ, ասենք ասեմ, մեր հայրենիքը դրել է վաճառքի եւ փորձում է տարբեր կեղծ ծրագրերով այդ վաճառքի հանել Ադրբեջանի եւ Թուրքիան, չգիտեմ, Զանգեզուրի միջանց կոչվածով կամ Թրամփի ուղի կարևոր չէ ոնց այն կկոչենք, այս ամենով պայմանավորված մեր ազգային ամենահիմնական ինստիտուտներից մեկին եկեղեցու նկատմամբ որոշակի արշավ է սկսել։ Արշավ ոչ միայն Facebook-յան էջերում հայհոյանքի բանի տեսքով, որը գործող ռեժիմի պարագլուխն է տանում, այլ նրա ամենահայտնի, ամենահեղինակավոր սրբազանների ձերբակալություններով, տարբեր կեղծ մահադրանքներով եւ դատերով։ Եվ նաեւ սա պայմանավորված է մոտ 7-8 ամսից սպասվելիք ընտրությունների հետ, այսինքն դրված է երկիրը հնարավորինս թույլատնելու քաղաքական կուրս, որը եւ դրանք տանում են ցավոք սրտի։ Այսինքն կարող է սրբազան ազդեցություն ունենալ, նպատակավոր։ Ես համոզված եմ միանշանակ Մարան Միքայել Աջապահյանը շատ մեծ ազդեցություն ունի, թե եկեղեցու ներսում եւ թե բավական հարգված եւ սիրված է Շիրակում, Գյումրիում եւ պարզա որ նրա ազդեցությունը այնտեղ ահռելի է եւ նրա խոսքը, նրա վճռականությունը, նրա դիրքորոշումը միշտ էլ ազդել է։ Մանավանդ հիմա, երբ որ երկիրը գտնվում է դավաճանների ձեռքին, որոնք մաս-մասան բաժանում են տարբեր կողմերի, հասկանալի է, որ եկեղեցին չի կարող այս պայմաններում լուռ մնալ, առավել եւս այնպեսի տեսանելի անձիկ, ոնց որ Միքայել Աջապահյանն է։ Այսինքն սա եկեղեցու դեմ գործողությունների կամ կաթողիկոսին հեռացնելու գործընթացի մի մասն է կազմում։ Ավելի հեշտանում է գործընթացը, որ ես համոզված եմ, որ այո, փորձ է արվում։ Նայեք, գլոբալ առումով ինչ քաղաքական կուրս են իրանք ընտրել։ Իրանք ընտրել են մի քաղաքական կուրս, որը կարելի է կարճ բնութագրել որպես ատելության քաղաքական կուրս, որը բերում է հայ հասարակության պառակտմանը։ Այ հայ հասարակությունը պառակտել, թուլացնել եւ այլն, իսկ այն բաժանել եւ տիրել հայտնի հռոմեական, հին հռոմեական այս ավանդույթի համաձայն մոտավորապես նույն քաղաքական կուրս են տալ, այսինքն ատելություն միմյանց հանդեպ։ Եվ այս ատելության մեջ շատ կարևոր է նաև այն քաղաքական ինստիտուտները կամ այն ազգային ինստիտուտները, որոնք կան, դրանք հնարավորինս թույլատնել եւ դուրս մղել եւ վարկաբեկել։ Թույլատնել եւ վարկաբեկել այդ երկու կուրսն էլ ընտրված է։ Թույլատնելու համար նրանք ամենահեղինակավոր անձանց ձերբակալում են Անձինս Բաքրատ Սրբազանի եւ Միքայել Աջապահյանի, Միքայել Սրբազանի, եւ ապա փորձում են ներսից է քայքայեն իշխանությունը տարբեր, ասենք ասեմ, ոչ գիտակից հոգեվորականների բերելով մեջտեղ, որոնք ասենք ասեմ ներքին եկեղեցական ճոր աղանդեն փորձում ստեղծել։ Այսինքն քայքայելու եւ վարկաբեկելու այս երկու գործընթացը իրենք հավասարապես անում են։ Հիմա դուք կարծում եք նոր կալանավորումներ կլինեն, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք արվում է Փաշինյանի կողմից։ Ես համոզված եմ, որ նոր կալանավորումներ կլինեն, առավել եւս դրանք կլինեն ընտրությունների նախաշեմին, ընտրություններից 2-3-4 ամիս առաջ, որ ամենաազդեցիկ քաղաքական ուժերին, ամենաազդեցիկ քաղաքական միավորումների եւ այդ մարդկանց փորձեն խաղից դուրս բերել, տարբեր մեղադրանքներով։ Իրանք չեն թաքցնում, հիմա էլ են արդեն խոսում այսպես կոչված մոլդովական սցենարի մասին, այն է այն քաղաքական ուժերը, որոնք կան, ինչ որ բայ կարող է նաև նրանց գործունեությունը արգելվի եւ նրանց լիդերները ձերբակալվի։ Բայց ինչ հիմքերով պետք է դա արվի։ Եթե նույն մոլդովական պատմությունն այնք ինչ հիմքերով այնտեղ արեց, իրականում ոչ մի հիմքով։ Կեղծ, այսինքն մեղադրանքներ, օրինակի համար մեղադրելով, օրինակ իբթե կապված են Ռուսաստան հետ։ Այսօր էլ կարելի է ամեն երկրորդ հայի մեղադրել, որ ինքը կապված է Ռուսաստան հետ, ոնց որ բարեկամ։ Այդպես էլ արվում է, բոլոր քաղաքական ուժերին մեղադրում են։ Բարեկամ ունենք, ծանոթ ունենք, ոնց էլ է Ռուսաստանում, կամ ինչ որ կապ ունենք, երբևէ սովորել ենք։ Ես մի քանի անգամ գնացել եմ այնտեղ տարբեր գիտական կոնֆերանսների, օրինակ մասնակցել ինձ կարող եմ վաղը մեղադրել այդ գիտական կոնֆերանսները, իսկ 90-ականներին ընդհանրապես մի քանի տարի ապրել եմ նաև Մոսկվա քաղաքում։ Այսինքն ամենը կարող են, իսկ ցանկացած абսուրդ մեղադրանք կարելի է, այսօր պետք չէ մտածել, որ մեղադրանքը ճիշտ հիմնավորում ունի։ Նույն Միքայել Աջապահյանին 2 տարի են տվել, ինչի համար,
մի հարցազրույցի համար, որը նախ արվել է 2 տարի առաջ մոտավորապես, երկրորդ այդ հարցազրույցից հետո այդ հարցազրույցը դրվել է քննարկման եւ այնտեղ հանցակազմ չի գտնվել եւ հիմա 2 տարի հետո հիշել են, եկել են ձերբակալ են եւ 2 տարի հասկանում ենք, չէ, աբսուրդը։ Հասկանում ենք, որ սա քաղաքական process եւ քաղաքական գործընթաց է եւ հասկանալի չէ, որ այս քաղաքական գործընթացները անհետևանք չեն կարող մնալ։ Որտեւ նայեք, մի թեմայի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել։ Մենք օրինակ հայակվեին, որ աշխատում է բնակչության հետ, մենք նաև տարբեր սոցիոլոգիական հարցումներ ենք անում եւ գիտամեթոդաբանական հետազոտություն, մեզ հստակ կերպով մի ազդանշաններ են գալի տարբեր դժգոհության, ոնց մեկը հետեւյալն է, որ Հայաստանը անարդար երկիր է, ցավոք սրտի։ Եվ նայ չէ որ վերջին 7 ենք ընդհանրապես արդարության թեմա խնդիր ունենք եւ այս դատավարությունը ցույց է տալիս որ ոչ մենք անարդար երկիր ենք ցավոք սրտի, այլ նաեւ արդարադատության բացակայության երկիր ենք եւ այսօր այս ամբողջ արդարադատական մեր համակարգը ցած քննիչներ, դատախազներ, դատավորներ իրենք սպասարկում են գործող քաղաքական ռեժիմին։ Սա է ամենավտանգավորը, սա արդեն երկիրը դեպի ավտորիտարիզմը, ապա դեպի բռնատիրություն տանելու ճանապարհն է։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ կուսակցություններին անդրադարձավ, մասնավորապես դաշնակցության մասին էր խոսում, բայց հետո ընդհանրական նաև ասաց, որ կարող են լինել կուսակցություններ, որոնք նույնիսկ չմասնակցեն ընտրություններին։ Այսինքն հնարավոր է այս գործընթացը ավելի այսպես առարկայական բնույթ ստանա եւ իսկապես ճնշեն որոշ քաղաքական ուժերին չթողնեն ընտրություններին մասնակցել։ Ես համոզված եմ, ոչ թե կարող, այլ ես համոզված եմ, որ այդ սցենարով է գնալու, որտեղ իրանց կյանքի նպատակը վերարտադրվելն է։ Վերարտադրվելը հենց այնպես չի ունեն, վերարտադրվելու պատճառներից մեկը եւ հիմնական այն պետական դավաճանական քաղաքականություն, որ իրանք տանում են։ Իրանք հասկանում են, եթե իրանք չվերահսկեն իշխանական համակարգը, իրանք հայտնվելու են բանտերում։ Ցավոք սրտի մեր պետական համակարգը որպես այդպեսին չկա, որտեղ եթե մենք ունեինք պետական ինստիտուցիոնալ համակարգ ինստիտուտներ լինեին, իրենք ներքին ինքնապաշտպանական ինչ-որ վնաս կլներ կամ որը պաշտպանված կլներ սահմանադրությամբ եւ օրենքներով։ Մեր սահմանադրությունը եւ օրենքներն այսքան խայտառակ են գրված, որին գործողը միշտ պաշտպանում են գործող քաղաքական ռեժիմի։ Հեղինակներին կարելի է ճակերտավոր ասել շնորհավորենք, ովքեր գրել են, որտեղ իրանք բռնատիրություն կառուցելու փայլուն փաստաթուղթ են կազմել, անունը դրել են սահմանադրություն։ Եվ այս մարդիկ 100%-ով օգտվում են բռնատիրություն ստեղծելու իրենց, ասենք, սահմանադրական իրավունքից։ Բայց առասարակ նման բռնաճնշումներն ավելի մեծ այսպես բողոքի ալիք են բարձրացնում, ավելի հասարակական մեծ զանգվածներ են ներառում, այս սցենարը հաշվի չեն առնում եւ կարող է այդպիսի ընթացք էլ ստանա։ Նորից անդրադառնալով մեր իրավական համակարգին, մեր ամբողջ իրավապահ համակարգը ստեղծված է գործող քաղաքական ռեժիմներին պաշտպանել։ Կարևոր չի թե այդ ռեժիմը ովքեր են, որովհետեւ մենք չունենք կառավարման համակարգ։ Մենք ունենք իշխման համակարգ, այն մարդիկ ովքեր գալիս են իշխանության տարբեր տարիներին, վերջին 35 տարի, իրանք չեն գալի երկիրը էֆեկտիվ ձևով կառավարելու, իրանք գալիս են իշխելու։ Այդ բարիքներից օգտվելու, որ կա փորձելու անձնական հարստության համար, դա համար երկիրը միշտ էլ եղել է կոռումպացված։ Այսօր ամենակոռումպացված մեր ժամանակաշրջաներում ենք ապրում վերջին 35 տարվա եւ ցավոք սրտի եթե ֆունդամենտալ փոփոխություններ չլինեն իրավական համակարգում պետաիրավական, ապա մենք չենք կարող առաջ գնալ։ Օրինակ ասեմ նորից անդրադառնալու հայակվեր, մենք հենց այդ պետաիրավական փոփոխությունների արմատական փոփոխությունների ծրագրեր ենք մշակում, որը վաղ թե ուշ ներկայացնելու ենք նաեւ մեր համակիրներին, որպեսզի նրանք իմանան, որ իսկապես քաղաքական են համակարգը սահմանադրական որը կա, ինքը բռնատիրություն կառուցելու փայլուն ձևերը, հնարավորությունները որ տալիս է։ Իսկ հասարակական մեծ դժգոհություն չի առաջացնի, երբ որ իշխանությունը ընտրություններից առաջ գնա նման ճնշումների։ Նայեք, ես համոզված եմ, որ դա կառաջացնի դժգոհություն, բայց մարդիկ, քանի որ ամեն ինչ տեղնանում ընտրություններից առաջ, ապա մարդիկ որոշակիորեն հույս ունեն, որ ընտրություններով հնարավոր կլինի հարց լուծել։ Հիմա ինչքանով այդ հույսերը կարթանան եւ ինչքանով չէ, կախված է նաեւ թե ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը ինչպես ասենց ասեմ կդասավորում են կհամախմբվեն, օրինակի համար հայակվեն, մենք կոնսոլիդացիա անելով կոչ ենք արել առողջ քաղաքական ուժերին եւ առաջարկել ենք սկսել կոնսուլտացիաներ, որտեղ իսկապես ես համոզված եմ մի բանը, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ քաղաքական կուսակցություն չի կարողանա հաղթահարել նույնիսկ նախնական 4-5%-ը, բայց կոնսոլիդացման դեպքում բավական լուրջ մի քանի դաշինքների ստեղծման դեպքում, ապա կարելի է նաև ինչու՞ չէ հաղթահարել այդ խնդիրները եւ գալ իշխանության, իշխանափոխություն
ընտրությունների միջոցով մենք համարում ենք, որ դա հնարավոր է։ Քանի որ ինքներս մի քանի անգամ կազմակերպել ենք դիտորդական առաքելություններ եւ տեսել ենք, որ գրագետ աշխատելու դեպքում ընտրությունների միջոցով հնարավոր է նաև իշխանապողության հասնել։ Բայց շատ լավ հասկանալով էլ է, որ այն խոցելի տեղերը, որոնք կան այդ ընտրական համակարգում եւ ոնց է գործողական ռեժիմը այդ խոցելի տեղերը փորձելու օգտագործել։ Բայց արտախորհրդանական այդքան անդիմադիր ուժեր կան, որ համախմբում լինի։ Թե 1, 2, 3, 4 կամ նայեք, հիմա հայտնի ուժեր են։ Հիմա գնում է այդ ուժերի ձևավորման գործընթաց, եթե չեմ սխալվում, բառացիորեն այսքան օրը տարբեր հայտարարություններ ենք լսում տարբեր միավորումների մասին, տարբեր ուժերի ստեղծման, վերջերս Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է ակտիվանալ, ես լսել եմ, որ Արման Թաթոյանն է հայտարարել կամ կհայտարարի մոտակա օրերին ինչ-որ կուսակցություն ստեղծելու։ Այնուամենայնիվ չէ, ինչ-որ պրոցեսներ գնում է։ Սամվել Կարապետյանը գաղտնիք չէ, որ մեր ձև շարժումն է սկսել, որը նույնպես քաղաքական ուժի վերածվելու Հայաքվեն ինքը բավականին 2.5 տարի արդեն քաղաքական դաշտում է, չլինելով քաղաքական կուսակցություն, բայց լինելով հստակ քաղաքական շարժում, լինելով քաղաքացիական եւ քաղաքական, նույնպես բավական մեծ ուժերի կոնսոլիդացիա իր ձևով, որտեղ մենք ստեղծել ենք մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադրամների միության կոնսոլիդացիայի միավորման ձևով, դա մեր կոչում ենք միավորում։ Այսինքն կան բավական մեծ ուժեր, որոնք վաղ թե ուշ կգնան, գաղտնիք չէ, ես վերջերս հայտարարեցին ՀԱԿ-ի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր ակտիվացման մասին, այսինքն այս process-ները սկսվել են արդեն։ Բայց ամբողջ խնդիրն անում եք կարողանան արդյոք իսկ ի՞նչն է խանգարում ուժերը գան իրար հետ։ Նայեք, դա ամենաբարդ հարցն է թերևս, ի՞նչն է խանգարում։ Շատ բան է խանգարում։ Ամենամեծ խանգարող բանը այդ հայկական ամբիցիա կոչվածն է, երբ որ ամեն մեկը ինքն է տեսնում իրեն առաջին տեղում, առաջին համարով, մեկը մյուսին չի ուզում զիջի, այն դեպքում որ մենք հստակ մի բան պիտի ասենք, Ժորժ ջան, խնդիրը իշխանությունը չի։ Խնդիրը այսօր վաղ իշխանությունը վերցնելու չի կամ վարչապետի աթոռի նստելու հարցը չի։ Խնդիրը գործող քաղաքական ռեժիմից ազատվելն է։ Սա է թիվ 1 նպատակը, որտեղ եթե այս ռեժիմը աստված չանի մնա, նայեք ինչ մենք շատ վտանգավոր ծուղակի մեջ են գտնում։ Թուրքիան եւ Բաքուն այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի կեղծ խաղաղության իբր թե գործընթացի մասին խոսեն։ Չնայած Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ նաև խոսում է, որ հայերը մեր թշնամիներն են, պարզ երևում է, որ իրենք շարունակում են զինվել եւ հիմա էլ ավելի մեծ բյուջե են տրամադրում զինվելու համար, բայց միաժամանակ որոշակի կոմֆորտ զոնա է ստեղծել Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի համար, որպեսզի ինքը կարողանա վերարտադրվել։ Բայց վերարտադրվելուց հետո եթե աստված շատ տեղ ունենա, բարձա եւ Բաքուն եւ Անկարան ասելու են, որ դու վերարտադրվել ես մեր շնորհիվ։ Հետեւաբար այն զիջումները, որ դու մեզ խոստացել ես, պարտավոր ես կատարել 1, երկրորդը առաքես եւ երկրորդ, երրորդ, չորրորդ զիջումներ, որոնք դու պարտավոր ես մեզ կատարել, որովհետեւ մենք ենք քեզ օգնել վերարտադրել։ Բայց ինչպես են օգնելու, որ նա վերարտադրվի։ Խաղաղություն պահպանելով, որ Փաշինյանը ճիշտ դուրս գա, որ խաղաղությունն է։ Մոտարպես է կեղծ խաղաղության օրակարգը ստեղծելով։ Նայեք, իրենք որ բառացիորեն 2 օր առաջ ինչ որ հայտարարություն ընդունեցին, որ իբրե 1 ամիս, չգիտեմ, քանի օր է մենք գտնվում ենք խաղաղության մեջ, ինչը սուտ է։ 1 տարի 7 ամիս։ 1 ամիս քանի օր։ Օգոստոսի 8-ից հետո։ Ինչը պատրանք է սուտ է, որտեղ նախ սկսենք նրանից, որ Վաշինգտոնում կնքվել ընդամենը հուշագիր, հուշագրով խաղաղություն չի ստեղծում, ընդհանրապես ոչ մի թղթի կտորով խաղաղություն չի ստեղծում։ Խաղաղությունը ստեղծում է անվտանգային համակարգը հիմնվում է մի քանի բազային հիմքերի վրա։ Առաջին հերթին դա քո ներքին համերաշխությունն է։ Մի բան որ Հայաստանում չկա։ Մի բան որ էլ ավելի խոր, այսինքն ներհասարակական համերաշխություն չկա, կա ատելություն, որը քարոզվում է պետական մակարդակով։ Հմեկից սկսած մնացած բոլոր լրատվամիջոցները պետության կողմից վերահսկող ատելություն են քարոզում դիմացինի հանդեպ, ով իրենց հետ համաձայն չի։ Սա մեկ, չկա այդ ներքաղաքական համերաշխությունը հասարակական, որը շատ կարևոր է քո անվտանգության համար։ Երկրորդը, խնդիր կա բանակի նկատմամբ վերաբերմունք։ Այս մարդիկ բանակի նկատմամբ վերաբերմունքը փոխել են 140 աստիճանով, անդադ ասում որ բանակը կրճատելու են, բանակը չեն զինելու, ու դա էլ անում են էլի իրականում թմա թե բնակության համար լավ բան են անում, տարուկեսով կրճատում են, բայց դրա փոխարեն չեն ավելացնում ռազմական բյուջե, որպեսզի օրինակ համար ավելի շատ մարդու վարձեն, ովքեր պայմանագրային են եւ այլն, որպեսզի այդ տարբերությունը լրացնեն։ Այսինքն ներքին համերաշխություն չկա, բանակը թուլացնում են, արտաքին քաղաքականության մեջ մենք տեսնում ենք ահռելի խնդրեմ, որտեղ նորից անվտանգությունը հիմնվում է նաեւ քո արտաքին քաղաքական պարտներների հետ քո հարաբերությունների մեջ, ու դա չի կարող լինել Թուրքիան կամ Ադրբեջանը։
Մեր արտաքին քաղաքական պարտները տարածաշրջան կարող լինի Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը կարող լինի, Միացյալ Նահանգները կարող են լինել, Արևմուտքը հանձինս Եվրամիության կարող են, բայց ոչ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսինքն այս ամենի փոխարեն, երբ որ մենք տեսնում ենք այս ամենը սան ոնց է ձախողել, փոխարեն նրանք ինչ են անում, նրանք քանդում են ներքին մեր միասնականությունը, Թուրքիա եւ Ադրբեջանը ինչ որ գաղտնի համաձայնություններ եւ պայմանագրեր են ստորագրում, որոնց մասին մենք տեղյակ չենք, փաստացիորեն վերջերս տարբեր ինֆորմացիա է գնում, օրինակ այս վերջերս որ իբրե Վրաստանում ինչ որ անձնագրեր են հայտնաբերվել Թուրքիայում տպագրված, որոնք իբրե հայկական են։ Ես չգիտեմ դա ինչքանով է լուրջ, բայց այդ մասին անդադ խոսում է, որ կա ինչ որ ներքին գործընթաց։ Նայեք, սա էլ եմ ուզում հատուկ շեշտել։ Երբեք մեր արտաքին քաղաքականությունը ասես գաղտնի չի եղել, ոնց որ հիմա է։ Թե ինչի մասին են խոսում, ինչ պայմանագրեր են ստորագրել, մենք չգիտենք։ Մենք իմանում ենք դրանք վերջին պահին, օրինակ նույն հենց հիշենք էլի Վաշինգտոնում այդ այսպես կոչված հուշագրի ստորագրումը, մենք իմացել ենք դրանից ընդամենը 3-4 օր առաջ տարբեր աղբյուրներից, հետո նոր պետական պաշտոնական հայտարարություն է եղել ընդամենը այդ հուշագրի ստորագրումից 2 օր առաջ։ Այսինքն մեր իրականության մեջ նույնիսկ Արցախյան հարցի շուրջ ընթացող տարբեր բանակցություններ ժամանակ առ ժամանակ մենք իմանում ենք նախորդ, որ այդ հանդիպումներ են լինելու, նախնական փաստաթղթերի տարբերակները գիտենք, որոնք կարելի էր քննարկել եւ այլն։ Այս գաղտնիությունը երբեք չի եղել, որ հիմա կա, որ շատ վտանգավոր է։ Իդեպ Արադ Միրզոյանը օրերս Վարշավայում անվտանգության ֆորումի մասնակցելիս նշել է, որ պայմանագիրը այդ խաղաղության համաձայնագիրը չի վերջնական ստորագրվում, որովհետև Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, նախապայմաններով է խոսում։ Սա միայն սահմանադրությանն է վերաբերում, կարծում եք, թե այլ նախապայմաններ եւս կան եւ դրա մասին է խոսում Միրզոյանը, եւ սա արդյոք չի նշանակում, որ այդ խաղաղությունը, որ ասում են արդեն եկել է, կեղծ է։ Այսինքն հակասում է Փաշինյանին։ Սա ոչ միայն կեղծ է, սա նաև վտանգավոր է։ Նայեք, անդրադառնալով պահանջներին, իսկապես իրանք նորանոր պահանջներ են ներկայացնում, խնդիրը ոչ միայն սահմանադրության, իրանք չեն պահանջում սահմանադրություն փոխել, իրանք ընդհանրապես պահանջում են նախաբան, այսինքն մեր անկախության հռչակագիրը հանել, ինչը մեր ծննդականն է, էլի, ոնց որ ասենք դու վաղվանից պիտի հրաժարվես քո ծննդականից, որովհետև դա կեղծ է։ Հիմա իրանք փորձում են մեր անկախության հռչակագիրը չեզոքացնել։ Կեղծ են պնդում, որ իբրե դա ինչ որ տարածքային հավակնություններ են ներկայացնում, որին համաձայնել է եկեք նկատենք։ Իրանք պլյուս պահանջում են նաև Հայաստանից տարածքներ անկլավ, որոնց անուն դնում են անկլավներ։ Սա էլ է կեղծ եւ սուտ, էլի Հայաստանում ադրբեջանական անկլավ երբեք չի եղել։ Ինչի ու պետք չէ ինչ որ քարտեզ ցույց տա, որի վրա ինչ որ կլորներ են կանոն։ Հայաստանի տարածքներից այլ տարածքի հանձումը հնարավոր է միայն սովետական Հայաստանի պատմության շրջանում, միայն սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը։ Նմանատիպ որոշում երբեք չի եղել, ինչ որ Տիգրանաշեն հանձնել, ինչ որ Տավուշից ինչ որ տարածքներ հանձնել, չի եղել նման որոշումներ։ Հետևաբար ոչ մի անկլավ Հայաստանի տարածքում չկա, բայց մարդիկ Արադ Միրզոյան կոչվածը ինքը ասել է, որ մենք տարածքներ ենք վերացնում, որ պետք է վերադարձնենք։ Այսինքն այս մարդիկ պատրաստում են էլի տարածքներ հանձնել, բայց ես դուք ճիշտ եք ասում, որ Հայաստանում կան տարածքներ, որ Ադրբեջանը։ Բայց դուք ճիշտ եք ասում, սրանով չի ավարտվելու պահանջները, որտեղ Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր վերջնական երբեք մեկ, չի դադարի մեզանից պահանջներ դնել երկու եւ չի դադարի մեզանից նորանոր ճնշումների միջոցով Հայաստանից նորանոր զիջումներ կորզել։ Դրա համար, որpեսզի մենք ազատվենք այս ադրբեջանը թուրքական ճնշումից, առաջին հերթին մենք պետք է ազատվենք այսօրվա քաղաքական ռեժիմից։ Այլ տարբերակ, այլ ֆորմուլա ուղղակի չկա։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ճնշել, որպեսզի Ադրբեջանը վերջնականապես ստորագրի պայմանագիրը եւ առանց նախապայմանների, որովհետեւ իր ներկայությամբ է, Թրամփի ներկայությամբ է համաձայնագիրը կնքվել եւ երբ որ համաձայնագիրը օգոստոսի 8-ին կնքվեց, մեծ էր ողջավորությունը, թե Թրամփն այնտեղ է, ուրեմն ամեն ինչ կարգին է լինելու։ Նայեք, ասենք նայած որ Թրամփը դա առանձնապես հետաքրքիր չի։ Ինքնույս չի հիշում են մարդկանց անունները, ում հետ կնքել է, չասեմ, այդ երկրների անունները առանձնապես չի հիշում։ Իրեն դա իր շոուի համար էր պետք, իր Նոբելյան մրցանակ ստանալու համար, ինքը դա արեց գնաց, ավելին իրեն հետաքրքիր չի։ Հիմա ո՞նց նրանք օգտվեն այս իրավիճակից։ Ադրբեջանը արդեն բացահայտ ասում է, եթե դուք դա չկատարեք, Թրամփի ստորագրված փաստաթուղթը մենք տարբեր սպառնալիքներ է տեղում մեր գլխին։ Այս մարդիկ էլ կեղծ խափում են, ասում են, տեսեք խաղաղություն եք։ Իդեպ վերջին շրջանում եթե նկատել եք, Ադրբեջանը նորանոր զենքի պաշարներ է ստանում, դա մասին ժամանակ առ ժամանակ գնում է, պլյուս իրենք ակտիվ կերպով զորավարժություններ են կատարում Թուրքիայի հետ միասին։ Երրորդ Թուրքիան սկսել է կառուցել
դրա վրա էլ ուշադրություն դարձնենք կարճ Նախիջևան ճանապարհ, չէ՞։ Եթե մենք ընկել ենք իբր թե խաղաղության պայմանագիր, եթե սրանց ենք նվիրում այսպես կոչված Թրամփի ճանապարհ կամ Զանգեզուրի միջանցք, իդեպ դա էլ նկատվում է, որ ադրբեջանական կողմը օգտագործում է միայն Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, որը դժգոհություն է առաջացնում սրանց մոտ։ Հիշենք միայն վերջին 2 ամսում 2 ելույթ Ադրբեջանի ղեկավարի Շանհայի համագործակցության համաժողովի ժամանակ եւ ՄԱԿ-ում, որի երկուսի ժամանակ ենք խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, չի արտասանել Հայաստան բառը ընդհանրապես, այսինքն անծանոթ մարդու համար պարզ չէ, այդ Զանգեզուրի միջանցքը որտեղ է գտնվում։ Ընդհանրապես Հայաստան բառը ոչ միտումնավոր չի ասում Հայաստան։ Դե բարձր միտումնավոր չի ասում, բայց հայկական կողմը անդադ գնում է ստորացման ճանապարհով, անդադ խոսելով ինչ որ հայ-ադրբեջանական խաղաղության մասին, երբ որ այդ մարդիկ ադրբեջանական կողմը չի օգտագործում այդ ֆրազաները, այդ ամենը, ասելով Զանգեզուրի միջանցքով իբր թե նոր ճանապարհ կառուցելու, իբր թե միջին միջանցքի համար։ Այսինքն այս ամենը խոսում է միայն մի բանի մասին։ Ադրբեջանը այսօրվա քաղաքական ռեժիմի նկատմամբ որոշակի կոմֆորտ զոնա է ստեղծել, մինչև ընտրություններ, որպեսզի սրանք վերարտադրվեն մեկ, երկրորդը որպեսզի իր բոլոր պահանջները կատարելուց հետո կատարեն լրացուցիչ այն պահանջները, որ նրանց առաջ կդրվի գործող Հայաստան գործող քաղաքական ռեժիմ։ Այսինքն նորից եմ կրկնում, մեր վիճակը, եթե ասված չանի սրանք վերարտադրվեն, էլ ավելի է վատանալու։ Բայց փաստորեն ոչ ոք չի զսպում Ադրբեջանը եւ չի ասում, որ ինչու է ասում Զանգեզուրի միջանցք, այն Թրամփի ուղեր, կամ ինչու է արդյոք դա տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ, միայնակ է մնացել Հայաստանը։ Հայաստանը իր քաղաքականության շնորհիվ, ասենք շնորհի բառը ճակերտելու մեջ վերցնենք, միայնակ է մնացել, ճիշտ է։ Ինքը ձախողել է բոլոր քաղաքականությունը, բոլոր ուղղություններով։ Մինակ օրյան գնում են տարբեր կոնֆերանսներում, ինչ որ տարբեր ցանկացած երկրի ղեկավարը գնում է այդ կոնֆերանսներին հանդես է գալի եւ ելույթներ ունի։ Բայց մեր անվտանգային քաղաքականությունը ամբողջովին ձախողված է, սրանց թեթև ձեռքով։ Մեր անվտանգության, սա էլ եմ ուզում նշել, կարևորագույն պայմանը դա Արցախի ներկայությունն էր։ Արցախի արկայությունն էր հայության հետ միասին։ Հիմա երբ որ Արցախը սրանք հանձնել են թուրքերին, ես ուզում սա հատուկ շեշտեմ, էլի, գործող քաղաքական ռեժիմը նվիրել է Արցախը Ադրբեջանին։ Եվ ոչ մեկը։ Նկատի ունեք Պրահայում։ Սկսած Պրահայյան ստորագրությամբ, սկսած արդեն 23 թվականի այդ ողբերգությամբ, որը ստիպեցին արցախցիներին դուրս գալ իրենց հայրենիքից։ Այս ամենի մեջքում, այս ամենի հետևում կանգնած է Հայաստանում գործող քաղաքական ռեժիմը։ Դրանից հետո Հայաստանի անվտանգային վիճակը, հատկապես Հայաստանի Սյունիքի անվտանգություն, ել ավելի, ասենք ասեմ, նվազել։ Իսկ նվիրելով Զանգեզուրի միջանցք կոչվածը կամ Թրամփի ճանապարհը ուզում եք ոնց կոչել, մենք այն դառնում է կրկնակի եռակի խոցելի, որտեղ արդեն Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Ադրբեջանը որոշակի իրավական ստատուս է ստանում այնտեղ։ Ոնց ուզում եք ասեք, կարևոր չէ որ նեգրածը, որ այդ մեր տարածքում է այն գտնվում։ Որտեղ պարզի թե այդ ճանապարհը ինչ ստատուսով է լինելու, մի բանապարզ, որ այն լինելու անխոչնդոտ։ Դա էլ նկատենք, դրա դիմաց Հայաստանը ինչ է ստանում, լավ։ Փաստորեն ոչինչ չի ստանում։ Միայն խոստում է ստանում, որ ճանապարհները կբացվեն Հայաստանի։ Այդտեղ նորից Թուրքիան այդպիսի ճանապարհ է բացում, որտեղ շրջանցում է Հայաստանը։ Թուրքիան 3 միլիարդ ծախսելով ճանապարհ է կառուցում երկաթգիծ, այն դեպքում որ ընդամենը 2 միլիոն, չգիտեմ, դրամ երևի ծախսելով ամբողջովին կարելի է վերականգնել Կարս-Գյումրի ճանապարհը եւ ապա Գյումրիից դեպի Երազք, Երազքից դեպի Նախիջևան գործող ճանապարհը, որը գնում է ասում մինչեւ Մեղրի։ Իսկ դրա փոխարեն իրենք կառուցում են 3 միլիարդով նոր ճանապարհ, նպատակը մեկն է՝ Հայաստանը հնարավորինս խեղդել եւ թուլացնել։ Իսկ իշխանապողությունը ինչպես եք դուք իրատեսական համարում եւ արդյոք այդ մտահոգությունը առասարակ իշխանությունը ունի, որովհետեւ իրենց հայտարարություններում այնքան վստահ են խոսում, որ իրենք 50-ից ավել ձայն են հավաքելու։ Որովհետեւ իրենք ունեն օրակարգ, իսկ ընդդիմադիր ուժերը ոչ։ Նայեք, իրենց վստահությունը գալիս է նաեւ ինչ որ առումով իրենց ներքին վախերից, եկեք դա էլ նկատենք, էլի, որտեղ իրենք շատ լավ հասկանում են, եթե ասված չան իշխանապողություն ունեն, իրենք հայտնվելու են ճաղերի հետևում։ Ոչ միայն ամենաբարձրաստիճանը, այլ նա կարող է այդ բարձրաստիճանները հասցնեն փախնել։ Մնացածը հաստատ։ Բայց իշխանապողություն հնարավոր է։ Դրա համար պետք է շատ խելացի կերպով աշխատել։ Դրա համար պետք է քաղաքական ուժերը, հատկապես ներքաղաքական ուժերը գնան որոշակի կոնսուլտացիաների, սկսեն իրար հետ համագործակցել։ Հայաստանը պատրաստ է տրամադրել իր հարթակը նմանատիպ համագործակցության համար։ Պատրաստ են նստել եւ խոսել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, բոլորի հետ, առանց տարբերության, բացի պարզակապական եւ մերձքապական, այսպես է պրոքսի ուժերի, մնացած բոլորի հետ կարող ենք նստել խոսել եւ կարծում ենք դա ոչ միայն
անհրաժեշտ, այլ նաև դա պարտադիր պայման է, որպեսզի կարողանանք իրականացնել իշխանափոխություն։ Հակառակ դեպքում մենք կանգնենք նորից կոտրած դաշտակի առաջ, իսկ այդ կոտրած դաշտակը բերել է ոչ միայն ընդդիմության կոտրած դաշտակ, այլ ամբողջ հայության, ամբողջ Հայաստանի գոյությունը դառնալու է էլ ավելի վտանգավոր, իսկ Ադրբեջանը ուղղակիորեն կսկսի գործել արդեն Հայաստանի ներսում։ Այսինքն ընդհանուր համախմբումով եք մենք պատկերացնում իշխանափոխությունը։ Նույնիսկ եթե մեկ համախմբում չլինի, մեկ ուժի շուրջ, ապա մենք տեսնում ենք, որ գոնե պետք է մի քանի խոշոր կոալիցիա, որոնք միասնաբար գործեն։ Պարզաբար այդ կոալիցիաներից մեկը երկուսը կփորձեն սրանք փակել, թույլ չտալ, որպեսզի ընտրությունների մասնակցեն։ Բայց միևնույն է, պետք է այնպիսի համախմբում լինի, որ հաշվի առնել նաև նմանատիպ սցենարները եւս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Զրուցակիցս ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ պատմաբան Արմեն Մանվելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։